Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, դուք ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Կոպենհագենում Ալիևից պարզաբանումներ ստանալ այսպես կոչված ճակերտավոր Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Հիշում ենք, որ Ալիևը ՄԱԿ-ի ելույթում ճանապարհ անվանեց Զանգեզուրի միջանցք, վարչապետը հակադարձեց նշելով, որ Հայաստանում չկա այդպիսի տարածք եւ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանին Եվրախորհրդարանում ասեց թող Ալիևը ցույց տա քարտեզի վրա։ Ինչ է կարծում, քննարկումները ինչի հանգեցրեցին Կոպենհագենյան։ Դե ուրեմն ձեր հարցին պատասխանելով կարող եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը արդյոք ստացել է Իլհամ Ալիևից պատասխան իր հարցի վրա, դա պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին։ Իրանից բացի որևէ մեկը դա չգիտի, բայց բացի դրանից, որ հանրային առումով այնինչ Հայաստանի վարչապետը արեց, պետք էր, անհրաժեշտ էր եւ կարեւոր էր, դա փաստ է։ Եվ Հայաստանը հստակ դրսևորեց, որ մեր համար անընդունելի է այդպես կոչված ճակերտներում Զանգեզուրի միջանցք բառապաշարը, որովհետև դա հակասում է այն պայմանավորվածություններին, որոնք կան կողմերի միջև, ինչպես Վաշինգտոնի պայմանավորվածություններին, այդպես էլ առհասարակ ամբողջ հայ-ադրբեջանական գործընթացին։ Ուստի Ադրբեջանի նախագահի կողմից այս բառապաշարը օգտագործելը միջազգային առումով մեր համար անընդունելի է, ներքին լսարանի համար գուցե ինքը շարունակի, բայց կարծում եմ վարչապետ Փաշինյանը հստակեցրեց, որ սրանում ինքը կարա ուրեմն գիտեք, որ Ադրբեջանում ստեղծել են պրոպագանդիստական նպատակներով նաև, բայց արևելյան Զանգեզուր շրջան, այսպիսի ադմինիստրատիվ միավոր Ղարաբաղի շրջանի հետ միասին։ Ուստի եթե Ալիևը նկատի ունի Ադրբեջանի միջազգանորեն ճանաչված տարածքներում որևէ ճանապարհը, ինչպես վարչապետը նշեց, Աղբենդի եւ այդ հատվածում Հորադիս Աղբենդ ուրեմն երկաթուղու հատվածն է ինքը կոչում Զանգեզուրի միջանցք, դա իր ցանկությունն է, ինչ ուզում է թող կոչի, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքներում չկա եւ չի կարող լինել որևէ ճակերտներում Զանգեզուրի միջանցք, կա խաղաղության խաչմերուկ պետական ծրագիր, իդեմս նշեմ, որ Միացյալ Նահանգները արդեն այսօր ուղարկել են թիմ, որոնք աջակցելու են Հայաստանի Հանրապետությանը սահմանապահ զորքերի զարգացմանը եւ սահմանապահ հնարավորությունների եւ Միացյալ Նահանգների դեսպանության հայտարարությունում հստակ նշված է, որ սա տեղի է ունենում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների երկկողմ փաստագրի հիմքի վրա, որի նպատակն է աջակցել ճակերտներում խաղաղության խաչմերուկի ծրագրին։ Ուստի մենք շարժվում ենք մեր օրակարգով եւ Ադրբեջանի պրոպագանդիստական ռետորաբանությունը չի հետաքրքրում եւ հարցը այստեղ վարչապետ Փաշինյանում չէ, սա Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, այս փաստը ով էլ լիներ ղեկավարը նույն տրամաբանությունով պետք է շարժվեր։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը ստացել է ճշգրտումներ Բաքվից, դրա համար է նշում, որ օրինակ Հորադի Զանգելան հատվածը նկատի ունեն Զանգեզուրի միջանցքացելով, թե դա իր պատկերացումներն են։ Եվս մեկ անգամ հարցը, որը դուք ինձ ուղղում եք, ինչպես առաջի հարցը, պետք է ուղղեք Նիկոլ Փաշինյանին, եւ կարծում եմ դուք հաճախ դրա հնարավորությունը ունեք, Հայաստանում ժողովրդավարություն է։ Ես չեմ կարող պատասխանեմ դրա վրա, բայց ես կարող եմ ենթադրեմ, որ առհասարակ տարբերություն չկա։ Հայաստանը ուղղակի սրանով քաղաքական գնահատական է տալի եւ ասում է ձեր տարածքում փնտրեք որևէ այսպիսի անվանումներ ձեր տարածքում ինչը ոնց ուզում եք անվանեք, մեր տարածքում չկա այդպիսի բան, չի կարող լինել այդպիսի բան, եւ եթե միջազգային հարթակները օգտագործում եք մեր տարածքի նկատմամբ այդպիսի արտահայտություն եւ անվանում ուրեմն օգտագործելու նպատակով մենք ամենտեղ միշտ դրան հակասելու ենք եւ դա ստեղծելու է միայն եւ միայն խնդիրներ մեր խաղաղության օրակարգի երկկողմ հարաբերությունների զարգացման, ենթակառուցվածքների բացման ուղղությամբ եւ այստեղ ստացվում է, որ Ադրբեջանն է ոչ կոնստրուկտիվ քայլեր անում, ուստի մենք ընդգծելու ենք, որ սա ոչ կոնստրուկտիվ է, իսկ մնացածը արդեն Ադրբեջանի պատասխանատվությունն է, որովհետեւ ինքն էլ պետք է շահագրգռված լինի նրանում, որ կոնստրուկտիվ շարժվենք առաջ։ Պարոն Թումասյան, Ալիևի հայտարարությունները դուք արդյոք գործընթացից հետ քայլ չեք համարում։
Ես հետքայլ չեմ համարում, ուղղակի պետք է նշեմ, որ ինքը այդքան երկար ժամանակ է իր ներքին լսարանին եւ հանրությանը այդ բառապաշարով կարելի ասել ուղեղները թույնել է, հենց այսպիսի բառապաշար կօգտագործեմ, որ հիմա ինքը որ շեղվի այդ բառապաշարից, ապա կստացվի, որ ինքը այդքան էլ հզոր բռնապետ չէ։ Իսկ բռնապետի համար ժողովրդավար ղեկավարից հետ համեմատ ամենակարևորը այն է, որ ինքը լինի սենց գերագույն ճշմարտություն, որը երբեք չի կարող իր դիրքորոշումը փոխել, իր խոսքից հետ քաշվել եւ արեմ։ Փաստացի հետ է քաշվել, օգոստոսի 8-ին գնացել եւ ստորագրել է Թրիփ Թրամփի ուղի փաստաթուղթը, որում ճանաչել է, որ այդ ուղու անունը Թրամփի ուղի է, անցնում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններով, չկա էքստրատերիտորիալ կարգավիճակ եւ այլն, բայց ստիպված իր ներքին լսարանի համար շարունակում է օգտագործել այդ իր բառապաշարը։ Ուստի ես կարծում եմ, որ սա ուղղակի իր պոպուլիստական քաղաքականության մաս է, նկատի ունենալով, որ ուզում է ժողովրդին ուրեմն այդ թեզը շարունակի եւ աջակցությունը ստանա ժողովրդից, մենք պետք է հաշվի առնենք, որ մի մասը դրա հաստատ ուղղված է ներքին լսարանի հանդեպ, իհարկե, բայց Իլխամ Ալիևը կարող է իհարկե մի փոքր կարելի ասել ոչ թե փոխել, մենք չենք ակնկալում, որ ինքը հիմա ամենտեղ թրիփ կկոչի, մեկ-մեկ ասում է, եւ բայց գոյնե միջազգային օրակարգում հաստատ պետք է շրջանցի այդ բառապաշարը օգտագործելուց, բայց մյուս կողմից ես միշտ ասում եմ, որ մենք նաև կարող ենք, չեմ կարծում, որ դա կոնստրուկտիվ է, բայց օգտագործել այնպիսի բառապաշար, ինչպես Նախիջևանյան միջանցք, ինչպես դեպի Տրաբզոն միջանցք, դեպի Ադանա միջանցք, թուրքական միջանցք դեպի եվրոպական միություն եւ այլն։ Չեմ կարծում դա ճիշտ տրամաբանություն լինի, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ բալանսը պետք է պահպանվի այս հարաբերություններում։ Ուստի հուսով ենք, որ Ադրբեջանը ավելի կոնստրուկտիվ դեր կունենա մոտեցում։ Եվ մինչ իշխանությունները օգոստոսի 8-յան պայմանավորվածությունները կարևորում են, ներկայացնում են խաղաղության ամուր հիմքեր, հայ հանրությունը հարցեր է տալիս գործընթացներն ինչ փուլում են։ Դուք զարգացումները ինչպես եք գնահատում։ Օրինակ այս խումբը, որ եկավ, հա, ինչպես նշեցիք, դեսպանատունը հայտարարել էր 5 հոկանոց խումբ էր մաքսային եւ սահմանային հարցերով։ Սա կարող ենք համարել գործընթացի բնականon ընթացք, թե ոչ, թե դանդաղում են քայլերը։ Դե 145 միլիոն դոլար կոնկրետ հատկացրել է Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունն էլ լուրջ գումարները հատկացրել եւ քննարկում է իր մասնակցությունը։ Այս խումբը նպատակ ունի, որ օգնի Հայաստանին իր սահմանների վրա վերահսկողություն վերցնի։ Գիտեք, որ մենք հայ-իրանական անցակետի վրա արդեն վերահսկողություն ունենք եւ հայ-թուրքական համատեղը տեղի ունենում վերահսկումը, պետք է հասնենք նրան, որ ամբողջ Հայաստանի սահմանների վրա միայն հայ սահմանապահներ լինեն, կարծում եմ դա ուրեմն ծանր, բայց կարճատև պետքա լինի այդ աշխատանքը, ԱԱԾ սահմանապահ զորքերը անելիք ունեն եւ Միացյալ Նահանգների ուրեմն նպատակը տեխնիկական այդ թվում եւ տեխնոլոգիական հնարավորությունների միջոցով մեզ աջակցելն է, որ մենք կարողանանք շուտապույտ ամբողջ սահմանի վրա վերահսկողությունը վերցնենք, ինչը կնպաստի նրան, որ այո, բացելը լոգիստիկ կապերը նաեւ նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք լիարժեք, շատ լայնածավալ ուրեմն գործընթաց տանել։ Հիշեցնեմ ձեզ, որ միջև վերջերս Հայաստանը միայն Վրաստանի հետ սահմաններ վերահսկում 3 անցակետով։ Հիմա խոսք է գնում նրա մասին, որ վերահսկում է նաև Ադրբեջանի հետ սահմանի կարևոր մասը, սահմանապահ զորքերը այնտեղ բոլոր տեղերում չեն իհարկե, նոր է սկսվում այդ գործընթացը, պետք է հասնենք նրան, որ ամբողջ սահմանը վերահսկի։ Թուրքիայի հետ սահմանին արդեն գտնվել է ծանրացնում է այս գործընթացը Իրանի մաքսակետը եւ նոր մաքսակետեր են եւ անցային կետեր են անցնելու, բացվելու, ուրեմն մարգարա անցակետի մասին գիտենք, Ադրբեջանի ուղղությամբ պետք է կառուցվեն նաև անցակետներ, ուստի լուրջ աշխատանք կանելու եւ այստեղ մեզ անհրաժեշտ է իհարկե աջակցություն։ Ես կարծում եմ գործընթացը գնում է առաջ, ակտիվ տեմպում, բայց ես չեմ պատկերացնում, որ սրանից էլ ավելի ակտիվ կարելի է այս գործընթացը առաջ տանել, որտեղ նույն ենթակառուցվածքների կառուցելուն ժամանակ է պետք, խաղաղության օրակարգին էլ ժամանակ է պետք եւ առասարակ մենք հասկանում ենք, որ սրան պետք կլինի տարիներ, բայց կողմերը դիրքորոշված են շատ ակտիվ շարժվեն այս ուղղությամբ։ Միրզոյանը լեհական հեռուստաընկերության եթերում 2 տարի ժամկետ էր նշում մասնագետներին հղում անելով։
Ա, Իրատեսական է, որ մենք երկու տարուց կտեսնենք արդեն այդ բեռների տեղափոխությունը, նաև ոչ թե ավելի շատ աշխատանքների իրականացման առումով, այլ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամության առումով։ Ես կարծում եմ 2-3 տարի դա իրատեսական ժամկետ է, որում արդեն կարելի է ասել, որ անցակետները բաց կլինեն եւ բեռները կշարժվեն եւ նույնիսկ մարդկանց շարժի մասին էլ կարելի է խոսել, բայց առաջինը իհարկե բեռները կլինեն։ Կարծում եմ դա իրատեսական է, բայց Ադրբեջանի հետ նկատի ունի երևի գործընթացը, որտեղ Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ ավելի շուտ ենք ակնկալում։ Բայց մենք առաջընթաց չենք տեսնում։ Եթե օրինակ նախկինում նշվում էր, որ Ղարաբաղն է խնդիրը, եթե Ղարաբաղյան հարցը կարգավորվի, Թուրքիան այլևս պատճառ չի ունենա սահմանները չբացելու։ Հիմա Ղարաբաղը Հայաստանի վերահսկողությունից դուրս եկավ եւ մենք չենք տեսնում սահմանների բաց սահմաններ չենք տեսնում։ Դե արեք առաջինը ձեզ ուղեմ, որ Հայաստանի վերահսկողության մասին խոսալը ավելորդ է, դա ճիշտ բառապաշար չէ եւ կարա օգտագործված լինի Հայաստանի Հանրապետության դեմ, այդտեղ լրիվ ուրիշ իրավիճակ էր, իսկ երկրորդը ինչ վերաբերվում է ուրեմն Թուրքիայի հետ սահմանին, ապա առաջինը ամբողջ սահմանի վրա արդեն հայ սահմանապահներ կան, կարծում եմ շուտապույտ ձևով ամբողջությամբ միայն հայ սահմանապահներ կլինեն, ինչը շատ կարևոր է սահմանի բացման համար։ Մեզ պետք չի, որ թուրք-ռուսական սահման բացվի, մեզ պետք է հայ-թուրքական սահման բացվի եւ զուգահեռ դրա անցակետը, որը Մարգարայի ուղղությամբ պատրաստ է եւ վերջերս կարծում եմ նաև այդտեղ առաքելություններ են եղել, ստուգել են շատ բարձր աստիճանով պատրաստվածություն կա, դա կարևոր է, որովհետև դա փաստ է առաջ քայլի ուղղությամբ եւ այդ անցակետով, որ վերջերս Թուրքիայից առաջի դիվանագետը եկավ, հիշեցնեմ ձեզ, խոսք է գնում երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող ուրեմն քաղաքացիների համար այդ անցակետը բացելու մասին, առաջի դիվանագետը թուրքական եկավ եւ այդ անցակետով անցավ Հայաստանի Հանրապետության տարած Սերդար Քլիչը նկատի ունեմ եւ Հայաստանի պատվիրակության ղեկավարը Ռուբեն Ռուբինյանը իրան դիմավորեց մեր սահմանին եւ հյուրընկալեց հայոց մայրաքաղաքում, որտեղ որ շատ կոնստրուկտիվ բանակցություններ գնացին, այդ թվում սահմանի բացման ուղղությամբ եւ այն ինչպես դա դրան արձագանքեց հայ հանրությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք ունենք կոնսենսուս հայ հանրության մեջ հենց խաղաղության օրակարգով շարժվելու, դա նաև կարևոր էր, որ արձանագրվեր ինչպես մեր, այդպես էլ թուրքական կողմից, որ այս օրակարգը ինքը արհեստական չէ, նույնը պետք է տեղի ունենա դեպի Թուրքիա եւ համոզված եմ, որ շատ շուտապույտ ձևով այդ ուղղությամբ կունենանք քայլեր։ Հիշեցնեմ ձեզ, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա եվրոպական քաղաքական ուրեմն գագաթնաժողովը, որում պետք է այդպիսի ձևաչափ է այդ գագաթնաժողովը, որ մասնակցեն եվրոպական պետությունների առաջնորդները, այդ թվում նախագահ Էրդողանը եւ նախագահ Ալիևը միշտ մասնակցում են այդ գագաթնաժողովներում, վերջերս նաեւ Կոպենհագենում տեղի ունեցածում եւ կարծում եմ, որ Երևանում նաեւ կմասնակցեն եւ դա առաջի լուրջ նաեւ քաղաքական քայլը կլինի դեպի ուրեմն սահմանի բացում եւ դեպի քաղաքական առումով կողմերի միջև հարաբերությունների ձևավորում։ Պարոն Թումասյան, բայց պարզվում է, որ այդքան էլ ամեն ինչ հարթ չէ։ Նախարար Միրզոյանը ադրբեջանական նախապայմաններից է խոսում եւ կրկին լեհական հերոստանգերության ետերում նշել է, որ Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում, ինչին Հայաստանը համաձայն չէ։ Այսինքն, միջև այդ նախապայմանները չլուծվեն, կարելի ասել, որ ճանապարհները չեն շահագործվի։ Դե արեք շատ հստակ լինենք, որ այդպիսի բան նախարար Միրզոյանը չի ասել, որ այդ նախապայմանները ճանապարհների հետ են կապված կամ որևէ կոնկրետ հարցի հետ։ Բայց Ես ինչ ենթադրելի է, կապ չէ՞, ճիշտ չէ, չի ասել, կամ էլ ճշտեք, որ դուք ենթադրում եք, դա որովհետև ուրիշ բան է ենթադրելը, իսկ մի բան է փաստացի մի բան ասելը։ Մենք չգիտենք ներողություն, ինչու։ բայց ներողություն, նորություն է, որ Ալիևը սահմանադրության փոփոխություն է ուզում եւ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված եւ խաղաղության վերջնական պայմանագիրը ստորագրելու հետ կապված։
Նորություն չէ, բայց այստեղ պետք է մի հատ հասկանալ, արդյոք իրոք սահմանադրության մասին է այդ նախապայմանը։ Ես համոզված չեմ, ես չգիտեմ։ Էլ ինչ պետք է պահանջեն։ Ես չգիտեմ։ Գուցե նոր նախապայման է, որովհետև Արարատ Միրզոյանի կողմից այդ հարցը բարձրաձայնելը այնպես հնչեց, որ սա նորություն է, որովհետև միջև այդ երկար ժամանակ հայկական կողմը չի խոսացել որևէ նախապայմանների մասին, սահմանադրության հարցի մասին, մենք կոնկրետ ուրեմն դիրքորոշում հայտնել ենք, նկատի ունեմ Հայաստանի իշխանությունները հայտնել են ինչպես ուրեմն այդ սահմանադրական դատարանի հետ կապված, այդպես էլ եթե դատարանը որոշում կայացնի խաղաղության փաստաթղթի դեմ, ապա այդ դեպքում վարչապետը ինչ է պատրաստվում եւ այլն, ես չեմ կարծում, որ դա լինի գլխավոր խոչընդոտը եւ խնդիրը չգիտենք կոնկրետ ինչ նոր նախապայման է, ենթադրելը այստեղ բարդ է, որովհետեւ տարբեր հարցեր կարող է լինել, մենք շատ հարցեր ունենք օրակարգում, դա լոգիստիկ կապերի հետ էլ է, դա սահմանազատման հարցեր էլ է, անկլավների գործընթացել կա, քաղաքական, միջազգային օրակարգ, փախստականների հարց, Ադրբեջանի այդպես կոչված ռետորաբանություն եւ այլն խնդիրների ցուցակը այդքան մեծ է, որ ես չեմ փորձի ենթադրել, որին է վերաբերվում։ Կարծում եմ հայկական կողմը տարբեր աղբյուրների միջոցով մոտակա ժամանակահատվածում կկարողանա մեր համար հասանելի դարձնել մոտավորապես գոնե ինչ ուղղությունով է Ադրբեջանը նոր ինչ որ խոչընդոտ ստեղծում, բայց ես հիշեցնեմ, որ դրա համար կա Դոնալդ Թրամփի հեռախոսի համարը, կարճ ասած, դրա համար կա Վաշինգտոնի այստեղ միջնորդությունը, դրա համար կա նաև Եվրոպական միությունը եւ իհարկե կա նաև թուրքական կողմը, որը չի ուզում ձգել այս գործընթացը Ադրբեջանի հետ համեմատ եւ ուստի պետք է ողջել ինչ նպատակներ ունի Ադրբեջանի այս նոր մոտեցումը եւ արդյոք սա լուրջ խնդիր է, թե այս խնդրին կարելի է հեշտ լուծում տալ, իհարկե պարզաբանումները կլինեն կարծում եմ իշխանության ներկայացուցիչների կողմից եւ ձեր ինչպես լրագրողի իմ պատկերացումով պարտականությունը նաև հենց իշխանություններից գուցե մեղմ հարցնելն է, թե ինչ ուղղությունով է այս թեման։ Այսինքն դուք կարծում եք, որ Արարատ Միրզոյանը այդ լրագրողին ասում է, որ ադրբեջանական կողմը առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը, սահմանադրությանը կարող է եւ չվերաբերել։ Ես չեմ կարծում, դա փաստ է, որ կարող է վերաբերել, կարող է չվերաբերել։ Եվ հաշվի առնելով հայ-ադրբեջանական այս խնդիրները, ինչ կարող է Ալիևը առաջ քաշել։ Ես ասացի ձեզ այդքան մեծ է խնդրի ցուցակը, որ անհասկանալի է ինչու մասին կարող է լինել։ Ես չեմ փորձի ենթադրել, որովհետև դա կլիներ սպեկուլացիա, բայց մենք գիտենք Ադրբեջանը ինչ ռոպագանդիստական նարատիվներ է ունեցել երկար ժամանակվա ընթացքում։ Եվ եթե որևէ այդ հարցը Ադրբեջանը կանգնացրել է հիմա օրակարգ ինչպես նախապայման, ապա դրա նպատակն է խոչընդոտել այս գործընթացը։ Եվ խոչընդոտելու դեպքում հայկական կողմը հենց բանախարար Արարատ Միրզոյանը ինչու է բարձրաձայնի այս հարցը։ Դա ուներ կոնկրետ նպատակ, որ այս հարցի շուրջ միջազգային հանրությունը տեղյակ լինի։ Եվ կարծում եմ, որ հայկական կողմը գնալու է ճանապարհով տեղյակ պայելով միջազգային հանրությանը նրա մասին, որ ադրբեջանական կողմը ինչ որ հատվածում փորձում է փոխել օրակարգը, որովհետև Վաշինգտոնի 8-ի պայմանավորվածությունների դրությամբ եւ դրանից հետո մենք որևէ տեղ չենք լսել, որ կա որևէ նախապայման ադրբեջանական կողմից կապված Հայաստանի բոլոր այն հարցերը, որը կար Վաշինգտոնում փաստաթուղթը ստորագրելու համար, կատարված է։ Իսկ եթե նույնիսկ սահմանադրության հարցն են բարձրաձայնում ինչպես գլխավոր նախապայման, ապա մենք պետք է հասկանանք, որ դա ուղղակի իրականում ժամանակ ձգելու նպատակ կարա ունենա, որովհետև մենք բազում անգամ ասել ենք, որ դա խնդիր չի ներկայացնում, բացատրել է հայկական կողմը մանրամասն եւ ադրբեջանական կողմը նույն հիշեցնեմ Թուրքիայի նախարարը արտաքին գործերի ասաց, որ միջև ընտրություններ կարծեմ կարա ստորագրվի
խաղաղության փաստաթուղթը։ Թուրքիան ուզում է, որ շուտապույտ ստորագրվի խաղաղության փաստաթուղթը։ Ադրբեջանը փորձում է այդ գործընթացը ձգել եւ կարծում եմ, որ այստեղ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվ զարգացումը կարող է նպաստել նրա, որ Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ դիրքերը բալանսավորվի։ Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումները եւ շահերը այստեղ մոտիկ են իրար իհարկե, բայց 100%-ով չեն համընկնում եւ կա տարբերություն եւ հայ-թուրքական օրակարգը շատ ավելի մատչելի է իմ պատկերացումով այս պահի համար մեր համար։ Պարոն Թումասյան, Հայաստանի ներքաղաքական թեմաներին անդրադառնանք։ Դատարանը որոշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին դատապարտել 2 տարվա ազատազրկման։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Քաղաքացի Աջապահյանի ձերբակալումը իր կողմից հայտարարությունների եւ գործոնեության հետևանքում, որոնք ուղղված էին Հայաստանում պետական իշխանությունը տապալելու եւ հեղաշրջում կազմակերպելու ուղղությունով քաղաքացի Գալստանյանի եւ մի շարք ուրիշ մարդկանց ում դեմ Հայաստանի իշխանությունները եւ պատշաճ մարմինները համապատասխան մեղադրանքներ են ներկայացրել, սա վերաբերվում է այն լուրջ մեծ գործընթացին, որը նպատակ ուներ Ռուսաստանի կողմից հայ առաքելական եկեղեցում իր գործակալական ազդեցությունը, դաշնակցությունում իր գործակալական ազդեցությունը եւ հայկական ընդդիմադիր դաշտում իր գործակալական ազդեցությունը օգտագործելու նպատակով Հայաստանում իշխանապողություն կազմակերպելու նպատակով, որի գլխավոր վերջնական նպատակն էր Հայաստանի վերադարձը ռուսական ազդեցության տակ եւ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի օրակարգի տապալումը, դրա հետևանքում ռուսական վերահսկողություն ապահովելը Սյունիքի վրա եւ այդտեղ նույնիսկ խաղաղապահ կամ ինչ որ սեպարատիստական առանձին այսպիսի ռուսական վերահսկողություն հաստատելը նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ՖՍԲ-ին փոխանցելը, որը կբերեր նրան, որ Անկարան, Բաքուն եւ Մոսկվան կքննարկեին բոլոր լոգիստիկ կապերը, իսկ Երևանը մնալու էր առանց սուբյեկտություն, այս մարդիկ ուղղակի հանձնելու էին դա ռուսոց կայսրին եւ իրանք շարունակելու էին թալանել հայ ժողովրդին առանց որևէ սուվերենություն։ Հայկական պետությունը հաշվի առավ այս ստեղծված լրջագույն մարտահրավերը Հայաստանի ինքնիշխանության համար, կասեցրեց այդ գործընթացը, որով ապահովեց այն, որ այսօր Անկարան, Բաքուն ստիպված են խոսել Երևանի հետ բոլոր ենթակառուցվածքների մասին, մեկ էլ Երևանի մեջքին կանգնած է Վաշինգտոնը, որ միայնակ չլինի եւ մենակ մենք իհարկե թույլ ենք Անկարայի եւ Բաքվի հետ համեմատ միասին են իրանք, ուստի այդ դեպքում Երևանը սուբյեկտ է միջազգային իրավունքի, մենք պետականություն ենք պահպանում եւ ես ցավում եմ, որ հայ առաքելական եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի եւ Չակերտներում փոքրիկ խմբակի պատճառով այսօր գործում է հակահայկական եւ հակապետական օրակարգով եւ զավթված է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, բայց կարծում եմ Կտրիչ Ներսիսյանից եւ իր փոքրիկ խմբակից մեր եկեղեցին ազատագրելը դա օրակարգային հարց է, շուտապույտ պետք է հասնենք այդ նպատակին։ Պարոն Թումասյան, դուք խնդրարից չեք համարում այն, որ Աջապահյանն այդ հայտարարությունը արել էր ավելի քան 1 տարի առաջ տված մի հարցազրույցում, իշխանությունները իրավապահ համակարգը ավելի ճիշտ որևէ հանցակազմ չէր տեսել, բայց երբ վերջինս սկսեց քննադատել Նիկոլ Փաշինյանի դեմ, զուգահեռ նաև կաթողիկոսի փոփոխության հարց առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը եւ այդ ֆոնին նոր միայն այս հեղաշրջման վերաբերյալ հայտարարությունը դիտվեց որպես պետությանը սպառնացող վտանգ։ Արդյոք այստեղ ակնհայտ չէ քաղաքական հրահանգը, պատվերը, ենթատեքստը։ Ես ձեզ արդեն բացատրեցի, որ ոչ թե քաղաքական, աշխարհաքաղաքական ենթատեքստ կա այստեղ։ Եվ երբ քաղաքացիները եկեղեցում գտնվող եկեղեցին զավթած, եկեղեցականի զգեստում ասում են, որ քննարկումներ են անցկացնում տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ, հիշեցնեմ ձեզ, քաղաքացի Բագրատ Գալստանյանը, թե Վազգեն Գալստանյանը,
Ուրեմն այդ դեպքում պետք է այդ մարդիկ գիտենան, որ իրանց արդեն պատասխան տրվել է հայկական ուժային կենտրոնի հետ գործ կունենան եւ այո, իրանք խառնել են ում են ծառայում, եթե եկեղեցում են եւ պետք է հոգեվոր կյանքին ծառայեն, այլ ոչ թե աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ բանակցություններ վարեն Հայաստանի պետության ճակատագրի մասին, դրա լիազորությունը իրանք չունեն եւ ուստի եթե իրանք հեղաշրջման հայտարարություն են անում, բայց երբ են անում եւ ոնց, բայց ինչ մասնակցություն ունեն դրանում, ինչ են նախապատրաստում եւ մենք դրա մասին տեսանք, հա, ազգային անվտանգության ծառայության մանրամասն տվյալները, փաստաթղթերը, ելույթները, հանդիպումները եւ ուրեմն այդ թվում զենքը եւ ուրիշ ուրեմն փաստերը եւ հստակ գործը խոսք է գնում լուրջ կազմակերպված հեղաշրջման, զինված հեղաշրջման նախապատրաստողական գործողությունների մասին եւ նրա փոխարեն որ այս գործընթացը հոգեվորական կոչված մարդիկ դատապարտեին, իրանք բացահայտ սրան աջակցում էին եւ ասեմ ձեզ որ չի սահմանափակվում այդ ցուցակը հաստատ Աջապահյանով եւ Գալստանյանով եւ Կտրիչ Ներսյանը միջև այսօր չի նույնիսկ հրաժարվե եւ մերժե այդ օրակարգը եւ քննադատե կամ դատապարտե որևէ ուրեմն պետական հեղաշրջման փորձերի մեջ մասնակցությունը առհասարակ եկեղեցական ներկայացուցիչների, ուստի ես կրկնում եմ, սա ոչ թե քաղաքական, սա աշխարհաքաղաքական հարց է եւ այո հայկական պետությունը իրեն պետք է պաշտպանի, այլ ոչ թե թույլ տա, որ մեր եկեղեցին մեր դեմ լինի օգտագործված օտար պետությունների հատուկ ծառայությունների կողմից։ Չէ, ես նկատի ունեմ իշխան իրավապահ համակարգը, երբ մի քանի անգամ այդ հայտարարությունը արվում է, հանցակազմ չի տեսնում, բայց հենց Աջապայանը սկսում է Փաշինյանին քննադատել, հանցակազմ է տեսնում։ Սա նկատի ունեի, այստեղ քաղաքական պատվեր չկա։ Ես հստակ նշեցի, որ դա տեղի է ունեցել զուգահեռ նրա, երբ բացահայտել է ազգային անվտանգության ծառայությունը ռազմական զինված հեղաշրջման կոնկրետ փորձը, դուք ավելի մանրամասն կգիտենաք, թե ինչ գործ է այդ գործը, ինչպես է անվանվում եւ ինչ օրակարգ ունի։ Ուստի այդ գործի կից գործընթաց է եւ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանին բոլորն են հիմա քննադատում։ Այդ մարդ չի մնացել, որ Նիկոլ Փաշինյանին նույնիսկ չքննադատի իմ պատկերացումով բոլոր տեղերից եւ որևէ մեկին չեն ձերբակալում դրա պատճառով Նիկոլ Փաշինյանի քննադատելը ձերբակալության ուրեմն իրավիճակ չի ստեղծում, բայց եթե կոնկրետ խոսվում է ուրեմն զինված հեղաշրջման մասին, այն էլ օտար պետության ուրեմն հատուկ ծառայությունների իրանց կողմից ճանաչված բացահայտ, որ իրանք այդպիսի քննարկումներ են անցկացնում ուրեմն ուժային կենտրոնների հետ, որոնք իրանց ասում էին, հիշեցնեմ ձեզ, Գալստանյանը ինչ էր ասում, որ եթե դուք շուտապույտ Հայաստանը Նիկոլից եւ այս իշխանությունից չազատեք, ապա Հայաստան չի լինի։ Ընտանիքներ հայկական էլ չեն լինի եւ էլի ուրիշ բաներ էր ասում։ Ուստի որևէ մեկը իրան մցրել է սխալ պատկերացումների մեջ, ինքը փորձում է հայ ժողովրդին մցնել այդ սխալ պատկերացումների մեջ, ծառայելով օտարի շահերին բացահայտ։ Ինչ կապ ունի սրա այդ Նիկոլ Փաշինյանի քննադատությունը։ Գյումրու քաղաքապետն էլ ասում է, եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, մենք այստեղ էլ անելիք չենք ունենա, թողնելու ենք գնանք։ Դուք ինչ եք կարծում, իսկապես Ուրա գնալու։ ինչպես։ Ուրա գնալու, չեմ լսել ես այդ Չի ասել ուր է գնալու, ուղղակի ասում է երկրի վիճակը այդքան վատանալու է, թուրքեր են գալու եւ նախկինում էլ ասում էր թուրքեր են գալու, այսինքն եթե 26-ին Փաշինյանը վերընտրվի, երկրում իրավիճակը այդքան ծայրահեղ է դառնալու։ Դե եթե դուք կոմունիստական կուսակցության անդամին հավատում եք իր հայտարարություններում, այն էլ նախորոք, նույն ձև կարաք հավատալ Բագրատ Գալստանյանի հայտարարություններին, որը ասում է, որ եթե մի տարում հարցը չլուծենք, ինչ էր ասում, եթե հիշեցնեք ինձ, ընտանիքներ հայկական էլ գոյություն չեն ունենա, հա, հայ տեսակը չի լինի առհասարակ եւ այլն, փորձում են մարդկանց վախեցնել անհասկանալի ինչ որ թեզերով։ Հիմա գլխավոր թեզը ռուսական հատուկ ծառայությունների դա թուրքերն են։ Թուրքերի անվանումով են փորձում
մեզ վախեցնել։ Ուրեմն, երբ ռուսները թուրքերի հետ Աղդամում բացել էին միասնական կենտրոն, այս արմյաշկեքը մի հատ չասեցին ռուսները թուրքերի հետ ոնց են նստած ընդ դրոններից հայերի վրա Ղարաբաղի վերահսկում։ Բայց հիմա երբ մենք փորձում ենք թուրքերի հետ հարաբերությունները պաշտոնական այնպես կառուցել, որ իրանք ճանաչեն Հայաստանի տարածքային տարածքային ամբողջականություն եւ ճանաչել են արդեն Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ, նույնիսկ Պակիստանը։ Երբ մեր լոգիստիկ կապերի վրա սուվերենությունը, երբ Հայաստանի տարածքներում, սահմաններում հայ սահմանապահներ են կայնում, եւ Հայաստանը պետություն է վերջապես դառնում, այս մարդիկ ասում են թուրքերը։ Ուրեմն երբ Հայաստանի սահմանում ռուսներ կայնած իրանց համար խնդիր չկար։ Իսկ հիմա որ Հայաստանի սահման գա հայկական անցակետի վրա մենք փաստաթղթում թույլտվություն տանք Թուրքիայի քաղաքացին անցնի Հայաստանի տարածքով, այն էլ ասեմ որ տեղի է ունենում վաղուց։ Վրաստանից էլ են հանգից մտնում Հայաստանի քաղաքացիներ էլ Վրաստանով հանգիստ մեկնում են Թուրքիա եւ ինչ է տեղի ունեցել, թե ապրանքի առումով ուրեմն առևտուրը Հայաստանի եւ Թուրքիայի միջև մենք բոլորս գիտենք, որ հարյուրավոր միլիոն դոլար է ամեն տարի հասնում Վրաստանի տարածքով։ Շատ հեշտ մի քանի տասնյակ կիլոմետր է մտնում ես Բավրայից եւ հետո անցնում ես միանգամից Թուրքիայի սահման եւ այդպես տեղի է ունենում։ Ինչա տեղի ունեցել դրանից, որովհետեւ Ռուսաստանի ամբողջ գաղափարն է հիմա վախեցնել հայերին թուրքերի իրավիճակով, բայց իրականում խնդիրը մեր ամենամեծ խնդիրը ռուսներն են եղել այս ամբողջ գործընթացում, որովհետև թուրքերի հետ մեր փոխարեն իրանք են խոսել եւ մեր տեղը հիմա իրանք են էլի ուզում խոսել եւ դրանով ինչ ունենք մենք ասել, ամեն ինչ մեր փոխարեն հանձնել են, մեր տեղը առևտուր են արել։ Հիմա մանրամասն ասեմ, Ղարաբաղը եւ Սիրիան իրար մեջ առևտուր են թուրքերը ու ռուսները արել։ Այո, զուգահեռ նրա որ այնտեղ քուրդերի եւ քրդերի ուրեմն հարց կար Սիրիայում եւ ռուսները ու թուրքերը այնտեղ բանակցում էին, նույնը անում էին Ղարաբաղում։ Այդ Գյումրու քաղաքապետը եւ այլն տեղյակ են առհասարակ դրա մասին, որ ռուսների համար մենք ընդամենը այստեղ միշտ ռազմեննայա մանետա ենք եղել, որովհետեւ փոքրիկ ազգա որի հնարավորությունները սահմանամերձ պետք է ինքը առևտուր անի եւ մեկը խնդիր չի իրա այդտեղ ագենտուրան Հայաստանում մեկը ամեն ինչ կստորագրի, ամեն ինչի վրա կհամաձայնվի։ Պարոն Թումասյան, մեկ այլ թեմայի անդրադառնանք։ Մամուլը տեղեկություններ է հրապարակում, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է Կիրիենկոյի հետ։ Կիրիենկոն Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է եւ ռուսական մամուլը ավելի վաղ նրան ներկայացրել էր Հայաստանի հարցերով կուրատոր եւ ըստ հայաստանյան մամուլի հրապարակումների Քոչարյանն ու Կիրիենկոն քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները, աջակցություն է ակնկալել ըստ հրապարակումների Քոչարյանը ռուսական կողմից։ Եթե օրինակ պարզվի, որ այս հանդիպման մասին տեղեկությունը ճիշտ է, սա ինչ է նշանակում։ Դե ես կարծում եմ իհարկե դա ճիշտ է։ Գիտենք, որ Կիրիենկոն է պատասխանատու եւ Կիրիենկոյի այս գործընթացը տապալվել է ամբողջ իրանց դե հիշեցնեմ ձեզ բոլորիդ, որ Ռոբերտ Քոչարյանը առանձին էր փորձում բացատրել, որ ինքն է նոր հերոսը ճակերտներումով պետք է ռուսական իշխանությունը վերադարձնի, Սերժ Սարգսյանը դրանից դժգոհ էր, առանձին էր Մոսկվայում բանակցում, որ չէ ինքը կվերադարձնի իր Արթուր Վանեցյանի հետ միասին, երկուսն էլ տապալվեցին, վերջը գործի դրեցին Կտրիչ Ներսիսյանին եւ իր փոքրիկ խմբակին եւ Կտրիչը տապալվեց, Կիրիենկոն արդեն հասկացավ, որ շատ վատ է իրավիճակը եւ գործի դրեցին ամենավերջի գործիքներից մեկին, ճակերտներում մաքուր ձեռքերով մտած այս գործընթացի մեջ, ով որ միանգամից կրոնը օգտագործելով, միանգամից Կտրիչի միջոցով ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը փաստացի ուրեմն հենց օգտագործելով կրոնական այդ համակարգը ուզեցավ իրան քաղաքական օրակարգ ձևավորել, շատ միանգամից շուտապույտ այդ հարցը լուծվեց, որ հայկական պետությանը սպառնալիք չլինի եւ Իվանիշվիլի երկու գործընթաց չլինի, գեղեցիկ ժողովրդավարություն, որը մեզ տանում է դեպի Հյուսիսային Կորեա։ Վրաստանում այսօր Հյուսիսային Կորեա է։ Իվանիշվիլին եւ Սամվել Կարապետյանը նույն հայտարարություններն են արել, ամենալավ բաներն են ուրեմն խոստացել մեզ, բայց այսօր Վրաստանը Հյուսիսային Կորեա է։
դառնում։ Թումասյան, հայ Եվ ժողովրդի հետ չքննարկել քաղաքական ապագան, առաջիկա ընտրությունները եւ ըստ հրապարակումների քննարկել ռուս պաշտոնյայի հետ, սա ինչ մոտեցում է։ դե գնացել են քննարկելու նրա հետ, ով իրանց լեգիտիմության աղբյուրն է։ Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիրներ էլ ունենա, իր լեգիտիմության աղբյուրը հայ ժողովուրդն է։ Իրանից բարձր լեգիտիմություն այսօր ունեցող քաղաքական ուժ եւ ավելի բարձր աջակցության աստիճան որևէ մեկը չունի։ Դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը շատ մեծ է, որովհետեւ մարդիկ առհասարակ այդտեղ են շատ խնդիրներ տեսնում։ Բայց ի համեմատություն է թվեկալես Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար ընտրություններում է հաղթե, նախկին ընտրություններում եւ այս ընտրություններում էլ ժողովրդավար ձևով համոզված են, որ կհաղթի։ Բայց Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Սամվել Կարապետյանը եւ Կտրիչ Ներսիսյանը լեգիտիմության միայն մեկ աղբյուր ունեն։ Դա Կրեմլն է, Ռուսոց կայսրը եւ Ռուսոց կայսրի ներկայացուցիչ Կիրիենկոն։ Իրանք գնում են այդտեղ, որովհետեւ ուզում են լեգիտիմություն ստանան, կամ գումարը ստանան այդտեղից, կամ քաղաքական աջակցություն ստանան, կամ ռազմական հեղաշրջման օրակարգ ստանան, կամ ռոպագանդայի նոր նարատիվներ ստանան, կամ էլ խոստանան, որ այս ամեն ինչը կանեն, բայց իրենց պետք է իշխանություն տան, որովհետև ներքին գործընթաց կա, չէ՞, Ռոբերտ Քոչարյանը ինքն է ուզում իշխանություն, Սամվել Կարապետյանը առանձին ինքն էր ուզում իշխանություն, Կտրիչը ուզում է պահել իր պաշտոնը, բայց չգիտի ոնց պահի։ Մի խոսքով շատ պարզ է, որ գնացել են Կիրիենկոյի հետ բանակցելու, որովհետև հայ ժողովրդի հետ իրանք առհասարակ բանակցելու որևէ բան չունեն։ Հայ ժողովուրդը վաղուց հասկացել է իրանք ով են եւ ինչ են ուզում։ Եվ այս փուլում բացահայտ ասեմ, իրանք ուզում են գալ իշխանություն, նոյեմբերի 9-9-րդ կետով հանձնել Սյունիքը Ռուսաստանի կառավարման տակ, ինչպես Աբխազիան, Պրեդնեստրովիան, DNR, LNR-ը, Ղրիմը եւ ուրիշ այդպիսի տարածքներ, Երևանում նստեն եւ հայ ժողովրդին, այսպես ասենք, շարունակել թալանեն եւ սրա լեգիտիմությունը ստանան ռուսոց կայսրից։ Վերջ, եւ մարտի 1-ի ձևաչափով կառավարեն հայ ժողովրդին։ Եվ իրանց հետ գալը իշխանություն առհասարակ կնշանակի, որ իրանք երբեք էլ իշխանություն չեն տա, նույնիսկ մարտի 1-ի օրակարգով կսպանեն մարդկանց, բայց իշխանություն հետ չեն տա։ Փաշինյանի իշխանությունը ինչքան էլ թերություններ ունենա, դրա վրա երբեք չի գնա, որովհետև ինքը մնում է արևմտյան օրակարգի մեջ, ժողովրդավար է իրան դրսևորում եւ այդ օրակարգից դուրս չի գալու եւ մենք հասկանում ենք ինչու է հենց ժողովրդի համար կարեւոր, որ Հայաստանում պահպանվի ժողովրդավարությունը։ Շնորհակալություն, պարոն Թումասյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։